Գիտեք ինչի համար եմ Նիկոլին մինչև այսօր սատարողներին համարում անուղեղ ամեոբա, որովհետև բացեի բաց իրանց դնում է անասունի տեղ, իսկ իրանք ծափ են տալու։ Նիկոլը 2017 թվին ասում էր, որ խաղաղության մասին խոսակցությունները դրանք կապիտուլյացիայի մասին խոսակցություններ են։ Այսօր այդ խաղաղության մասին մենակ ինքն է խոսում։ Հիմա դրա ասած խաղաղությանը հավատացողին ես ոչ չասեմ տգետ։ Ու նույն Նիկոլը իր այդ նույն հարցազրույցի մեջ ասում է, որ Եթե որևէ պետություն ուզում է խաղաղություն, նա պետք է պատրաստ լինի պատերազմի։ բայց ինչ է անում այսօր։ Ժամկետային զինծառայողի ծառայության ժամկետներն է կրճատում, ընդհանուր բանակն է կրճատում, բանակից հանում է մարտունակ բառը ու դնում է պաշտպանունակ բառը։ Բանակից ազատելու համար օրինական վճար է նշանակում, որ չես ուզում ծառայես, այսքան փոխտուր մի ծառայի։ Այսինքն խաղաղություն էլ չի լինելու, քանի որ խաղաղություն լինում է, այո, երբ պատրաստ ես պատերազմի կանոնավոր ու մարտունակ բանակով, առանց դրա խաղաղություն չկա։ Իսկ այս դեպքում խաղաղություն անվան տակ լինելու է ամենակ ստորացում, հպատակություն ու ենթակայություն։ Դե հիմա այս հերոսին բանակը ընդհանրապես կարելի է ցրել։ ես ոնց անվանեմ, կամ իր նմաններին, լավ մարդը, ով ինքն իրան էշիտեղ դնողին կարած ծափ տա։ Իրականում ինչ է։ Այսինքն, եթե չի կանգնում ասի, հələ սպասի է, դու էիր ասում, որ խաղաղության համար պատերազմի պատրաստվել է պետք։ Բայց այսօր դու ոնց ես բանակը կրճատում ու թուլացնում, ոնց ես ասում, որ առանց բանակի կարանք խաղաղության գնանք։ Այդ չեն ասում, որովհետև այտենց պահանջ կարա ներկայացնի մենակ բանական մարդը, բայց այն, ով այսօր մի վաղը ուրիշ բան լսելով, մեկը ընդունում է, արա լավ դրա բանականը ո՞րն է, հոմենակ բանակի հարցը չի։ Արցախը Հայաստանը եւ վերջ գոռալով Արցախը տվեց, այսօր Արցախ էլ չի ասում, Ղարաբաղ է ասում։ Ամբողջ համակարգում հրաման է տրված, որ հանկարծ Արցախ չասեն։ Վարչապետը ներկայացրել էր, որ Արցախից ներեք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված։ Լավ, այսքան խափելուց հետո դրան գրկաբաց ընդունելն ու վարչապետ ասելը։ Արդյոք ինքնախոստովանություն չի, որ դու բանական մարդ չես, այլ զուտ անուղեղ ու ուտելու խաթր ապրող բիոմասա։